Եթերում զինուժն է, մենք ամփոփում ենք շաբաթը, բարև ձեզ։ Առաջարկվող բանակային թեմաների մասին նախ համառոտ։ Հատուկ ռեպորտաժ մասնագիտական օրվան ընթരാճ զինուժը ներկայացնում է ռազմական ոստիկանության շուրջօրյա ծառայությունն ու կարևոր առաքելությունը զինված ուժերում։ Դառնալով պայմանագրային, ծառայելով բնակավայրին մոտ, ստանալով բարձր աշխատավարձ, զինուժի եթերում պաշտպան հայրենյաց ծրագրի շահառու զինծառայողն է։ Անմնացորդ նվիրում բանակին եւ ընտանիքին զինուժի օբյեկտիվում գնդապետ Արտեմ Խաչատրյանն է։ Եվ սահմանապահ զինծառայողի կողքին ապրող սահմանապահ բնակիչների մասին անդրադարձ սահմանամերձ բնակավայրերին։ Հաջորդ շաբաթասկիզբը տոնական է ռազմական ոստիկանների համար։ Մայիսի 5-ը պաշտպանական գերատեսչության իրավապահ համակարգի կազմավորման օրն է։ Ռազմական ոստիկանության ներքո գործող ստորաբաժանումներն իրենց անուրանալի դերն ունեն զինված ուժերում, օրինականության ապահովման, արատավոր երևույթների հայտնաբերման, կանխման, կանոնադրային հարաբերությունների պահպանման գործում։ Մասնագիտական օրվան ընթരാճ զինուժը ներկայացնում է ռազմական ոստիկանությունն իր մի շարք ուղղություններով, շուրջօրյա զգոն, աչալուրջ ծառայություն զորամասերում եւ հանրապետության ամբողջ տարածքում, պատմում է Տաթևիկ Աբրահամյանը։ Ճշգրիտ հաշվարկ, վճռականություն, համարձակություն ու թիմային համագործակցության ունակություններ, սրանք այն գրավականներն են, որոնց շնորհիվ Պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանության հատուկ գումարտակի զինծառայողները լուծում են իրենց առջև դրված ամենատարբեր խնդիրները։ Զինված հանցագործի կամ պայմանական հակառակորդի վնասազերծում, ինչպես ավտոտրանսպորտային միջոցում, այնպես էլ լքված շինությունում։ Կադրերը օպերատիվ նկարահանումից հատվածներ չեն, ոչ էլ հատուկ գումարտակի տղաներն են օպերատիվ հետախուզական միջոցառում իրականացնում։ Իրականությանն առավելագույնս մոտեցված պայմաններում ռազմական ոստիկանությունը հմտությունները կատարելագործելու եւ պատրաստվածության մակարդակը բարձրացնելու նպատակով հերթական գործնական պարապմունքն է իրականացնում։ Այսօր ականատես եղել գումարտակի ցուցադրական պարապմունքին, բազմաթիվ տեսական դասերից հետո տեղափոխում ենք նույնը գործնական, փորձելով հմտացնել ավելի գիտելիքները, նմանացնել իրականությանը։ Ունենք բազմաթիվ դիմորդներ, գալիս մասնակցում են ֆիզիկական պատրաստության քննությանը, լավ գնահատականներ ստանալու դեպքում ընդունում են գումարտակ, այլ ավելի բարելավում իրենց ֆիզիկական վիճակը, սովորում մարտավարություն, զենք կիրառել, օգտվել զենքից։ Ռազմական ոստիկանության հատուկ գումարտակը կազմավորվել է 2022 թվականին հատուկ խնդիրներ կատարելու նպատակով։ Ստորաբաժանման ծառայողներն ապահովում են նաև հատուկ բեռների անվտանգ տեղափոխումը։ Իդեպ բեռներին նաև պատվիրակությունների անվտանգ ուղեկցման գործառույթ ունի նաև ռազմական ոստիկանության պարետային ծառայությունը։ Ամեն օր ճիշտ նույն ժամին պարեկների կարգախմբերը համապատասխան հրահանգներ ստանալով դուրս են գալիս երթուղի, հայտնաբերելու հնարավոր կարգազանց զինծառայողների, իրականացնում են ծառայություն ինչպես հետիոտնային, այնպես էլ շարժական երթուղիներով։ Վերջինս լիազորված է ստուգելուն նաև Պաշտպանության նախարարության հաշվեկշռում հաշվառված տրանսպորտային միջոցները։ Ծառայություն ենք իրականացնում քաղաք Երևանում, փողոցներում, հասարակական այլ վայրերում, երկաթուղային կայարաններում, ավտոկայարաններում։ Հիմնական ուշադրություն ենք դարձնում զինվորականների կողմից կարգ ու կանոնի, համազգեստի կրման կանոնների, բարեկրթության նորմերի պահպանմանը։ Արձանագրված խախտումները սահմանված կարգով ներկայացնում ենք զորամասերին։ Իրավախախտման վերաբերյալ ծանոթությունները ստանալուց հետո վերադասահմանատարությունը ծառայողական քննություն է նշանակում, որոշելու թե կարգազանց զինծառայողը կամ ՊՆ պետհամարանիշով մեքենայի վարորդը կարգապահական ինչ տույժի պետք է ենթարկվի։ Կարգապահական տույժի տեսակների, կանոնագրքային փոխհարաբերությունների ու հանցագործության պատճառների մասին դասընթացներ կազմակերպվում են բոլոր զորամասերում։ Հանդիպումները, իսկ անհրաժեշտության դեպքում առանձնազրույցները անցկացնում են ռազմական ոստիկանության քրեական հետախուզության բաժնի ծառայողները։ Մեր բուն նպատակը չէ կատարված հանցագործությունները բացահայտել, այլ ընդհակառակը։ Աշխատում ենք վերհանել այդ հանցագործությունները ծնող պատճառները, աշխատում ենք զինվորների հետ, փորձում հասկանալ ինչպիսի խնդիրներ ունեն, ինչն է իրենց անհանգստացնում, ինչպիսին է տրամադրվածությունը ծառայության նկատմամբ, աջակցում սատարում ենք, որպեսզի կարողանան անխոչնդոտ կերպով իրականացնել իրենց ծառայությունը։ Ամենօրյա ռեժիմով տարածքային բաժանմունքների հետ համատեղ իրականացնում են օպերատիվ հետախուզական միջոցառումներ, պրոֆիլակտիկ դասերակցական միջոցառումներ, շեշտը դնելով, որպեսզի զինված ուժերում կանխվի ոչ կանոնագրքային փոխհարաբերությունը եւ նվազեն հանցագործության դեպքերը, որովհետեւ ցանկացած պարագայում
զինված ուժերը շատ մեծ դեր են կատարում մեր պետության մեջ եւ ամեն մի դեպք, ամեն մի պատահարը պետք է բացառվի։ Ռազմական ոստիկանության մյուս ստորաբաժանումները եւս ամենօրյա գործառույթներն իրականացնում են պատասխանատվությամբ ու բարձր արհեստավարժությամբ, ինչին իր հերթին նպաստում է կամավոր ատեստավորման գործընթացը, ըստ այդմ հրցունակ աշխատավարձը։ Ռազմական ոստիկանությունում զինծառայողները կարևորում են ատեստավորման գործընթացը եւ ուզում եմ նշեմ, որ զինծառայողները բավականին մեծ քանակությամբ մասնակցել են ատեստավորմանը եւ ունենք գոհացնող արդյունքներ։ Նշեմ նաեւ, որ ես ինքս մասնակցել եմ ատեստավորմանը եւ ստացել եմ լավ գնահատական։ Վաղուց է կոտրվել այն կարծրատիպը, թե զինծառայողները ռազմական ոստիկաններին չեն վստահում։ Նշում են սպաներն ու հավելում, անում են ամենը, որպեսզի իրենց աջակցությունը զգան ու գիտակցեն, որ կարգապահության ամրապնդման դեպքում նվազագույնի կհասնեն հանցագործության դեպքերը։ Արդյունքում էլ ավելի կբարձրանա բանակի պաշտպանունակությունը։ Ռազմական ոստիկանության արդյունավետ աշխատանքի խոսուն վկայությունը գլխավոր դատախազի կողմից օրերս ներկայացված վիճակագրությունն էր, որի համաձայն 2024 թվականին զինված ուժերում գրեթե կրկնակի կրճատվել է մահվան դեպքերի թիվը, ինչպես նաև նվազել է արձանագրված հանցագործությունների թիվը։ Տաթևիկ Աբրահամյան, Արամ Սիմոնյան, Ռուբեն Մնացականյան, Զինուշ։ Մինչև 100,000 դրամ փոխհատուցման հնարավորություն աշխատողային քաղաքացիների համար, որոնք միացել են հայտարարագրման գործընթացին, կառավարությունը ընդլայնել է սոցիալական ծախսերի փոխհատուցման շրջանակը եւ պատրաստակամություն հայտնել 100,000 դրամ փոխանցել եկամուտների համընդհանուր հայտարարագիր լրացրած քաղաքացիների կրթական ծախսերի համար։ Խոսքը վերաբերում է ինչպես մանկապարտեզներում, քոլեջներում, բուհերում կատարված, այնպես էլ կրթության գերատեսչության կողմից երաշխավորված երաժշտական, գեղարվեստի, պարարվեստի կամ սպորտի դպրոցների վճարներին։ Փոխհատուցում ստանալու համար քաղաքացին նախ պետք է հաշվարկային փաստաթուղթ պահանջի ծառայություն մատուցողից, իսկ վճարումը կատարի բացառապես անկանխիկ։ Փոխհատուցման ենթակա են նաև 5-ից 12-րդ դասարանների դասագրքերի վարձակալության վճարները, յուրաքանչյուր աշակերտի համար տարեկան 3000 դրամի չափով։ Այս դեպքում վճարումը կարող է կատարվել արձեռն։ Պետությունը մինչև 50,000 դրամ փոխհատուցում էլ կտրամադրի եկամուտների համընդհանուր հայտարարագիր լրացրած քաղաքացիների առողջապահական ծախսերի համար։ Խոսքը բացառապես ատամնաբուժական ծառայությունների վճարների ու Հայաստանում գործող ապահովագրական որևէ ընկերությունից առողջության ապահովագրական փաթեթ ձեռք բերելու մասին է։ Ինչպես նախորդ, այս դեպքում եւս փոխհատուցման համար հիմք է հաշվարկային փաստաթղթի առկայությունն ու անկախիկ վճարման փաստը։ Հայտարարատուն փոխհատուցման այս հնարավորությունից կարող է օգտվել ինչպես իր, այնպես էլ իր ընտանիքի անդամի կատարված ծախսի դեպքում։ Ի դեպ բոլոր ուղղություններով կատարված սոցիալական ծախսերի համար փոխհատուցվում է առավելագույնը 100,000 դրամ։ Հիփոթեկային վարկի, ուսման վարձի կամ շահաբաժնի մասով եկամտային հարկի վերադարձի հնարավորությունից օգտվող հայտարարագիր լրացրած քաղաքացիները եւս կարող են օգտվել սոցիալական ծախսերի փոխհատուցումից, եթե իհարկե հաշվետու տարվա համար վճարված եկամտային հարկի եւ հետ ստացած գումարի միջև առկա է դրական տարբերություն։ Այսպիսով, եթե օրինակ ուսանողի առաջին կիսամյակի համար վճարել է հայրը, իսկ մյուս կիսամյակի համար մայրը, ապա նրանցից յուրաքանչյուրը կստանա 100,000 դրամ փոխհատուցում, եթե իհարկե երկուսն էլ հայտարարատու են։ Այստեղ կարևոր է, որ հաշվարկային փաստաթուղթը դուրս գրված լինի յուրաքանչյուրի հանրային ծառայությունների համարանիշով առանձին։ Հայտարարագիր լրացնելու եւ ըստ այդմ փոխհատուցում ստանալու համար պետք է մուտք գործել Պետեկամուտների կոմիտեի գլխավոր էջ։ Այստեղ վարգունավորմամբ հայտարարագիր լրացնելու պատուհանն է։ Մի քանի պարզ քայլերի հաջորդականությամբ հնարավոր է ներկայացնել հայտարարագիր, ներառելով հաշվարկային փաստաթղթերը։ Համակարգը ինքնաշխատ կհաշվարկի սոցիալական ծախսի փոխհատուցման առավելագույն շեմն ու կփոխանցի նախապես մուտքագրված հաշվեհամարին։ Ի դեպ այն անձինք, որոնց վերաբերյալ տեղեկատվությունն օրենսդրությամբ սահմանված է որպես սահմանափակ օգտագործման, նրանք 2023-24 թվականների հաշվետու տարիների համար հայտարարագիր չեն ներկայացնում։ Խոսքը այդ թվում զինծառայողների մասին է։ Այսօր արդեն կարող ենք արձանագրել, որ Պաշտպանության նախարարության ներդրած նոր համակարգի մասնակիցները բանակում մեծ թիվ են կազմում։ Խոսքը Պաշտպան հայրենյա ծրագրի մասին է, որին միանալու ցանկություն են հայտնել բազմաթիվ ժամկետային զինծառայողներ։ Դրանք անցել են պատրաստության շրջանը, ոմանք ատեստավորվել են, ծառայում են բարձր աշխատավարձով ու պայմանագրայինի կարգավիճակով։ Մեր գործընկեր Նաիրա Համբարձումյանն այս շաբաթ ներկայացնում է զինծառայող Ալեք Մկրտչյանին, որն արդեն օգտվում է ծրագրի ընձեռած հնարավորություններից, ծառայում է նախընտրած զորամասում եւ լավագույն օրինակ է հաջորդ զորակոչի մասնակիցների համար։ Մինչև ժամկետային զինվորական ծառայության զորակոչվելն Ալեքսը ծրագրավորողի մասնագիտություն է ընտրել։ Ընդունվել ուսումնական հաստատություն, իսկ երբ զինվորական ծառայության առաջարկվող տարբերակներից ընտրություն կատարելու ժամանակն է եկել, նախընտրել է սահմանադրական պարտքը կատարել իբրև ժամկետային զինվոր ծառայելով Հայաստանի Հանրապետությանը Պաշտպան հայրենյաց ծրագրով։
Պաշտպան հայրենիաց ծրագրի մասին լսել եմ ընկերներիցս, նրանք էլ են ծառայում Պաշտպան հայրենիաց ծրագրով, իրանց համար առավելությունը այն էր, որ իրանց բնակավայրին մոտ են եւ հոգում են իրենց սոցիալական խնդիրները։ Սեփական փորձով է համոզվել, որ Պաշտպան հայրենիաց ծրագիրը հատկապես սահմանամերձ բնակավայրերում ապրող երիտասարդների համար լավագույն ընտրությունն է։ Ի թիվս բազմաթիվ արտոնությունների, որ ընձեռում է ծրագիրը, զինվորական նեղ մասնագիտացում ձեռք բերելու հնարավորություն է նաև։ 5 տարիների ընթացքում ծառայությունն արդյունավետ եւ գիտակցված կազմակերպելու դեպքում կարելի է քաղաքացիական մասնագիտությանը զուգահեռ նաեւ զինվորական գործի հմտությունների տիրապետել։ Անհրաժեշտության դեպքում առաջադրվող խնդիրներում ներգրավվել արդեն իբրև մասնագետ, ինչը տարբեր առումներով կարող է բերել առաջադրանքի կատարման արդյունավետությանը։ Ալեքսի դիտարկմամբ սա եւս մեկ քայլ է օր առաջ մեր երկրում արհեստավարժ բանակ ունենալու ճանապարհին։ Այս ծրագրով ծառայում եմ 8 ամիս, առավելությունը նա է, որ բնակավայրից մոտ եմ, իմ սոցիալական խնդիրներս եմ կարում հոգամ, համատեղ կարում եմ գնամ իմ ինստիտուտս, համալսարանի դասերս եմ կարում ավարտեմ, սովորեմ։ Օրվա ավարտին գնում ենք տուն, առավոտը նորից գալիս եք ժամը 8-ին եւ իմ ծառայության դիմաց վարձատրվում եմ։ Ուշագրավ է, որ զինծառայողը ոչ միայն զինվորական ծառայության ողջ ընթացքում է վարձատրվում, այլև ծրագրի ավարտին 5 միլիոն դրամ պատվո վճար է ստանում։ Շարքային Մկրտչյանը վստահեցնում է, որ սա ծառայության ողջ ընթացքի համար յուրահատուկ մոտիվացիա է։ Ծառայությունս ավարտելուց հետո կփորձեմ նպատակային տնօրինել այդ գումարը, ցանկանում եմ բիզնես բացեմ, կրթական ոլորտ բացեմ մեր քաղաքում, որովհետև ծրագրավորման դպրոց Գորիսում քիչ են եւ իմ կարծիքով երիտասարդները ավելի շատ կցանկանան Գորիսում լինի կրթական այդ ճյուղով ոլորտ, որ սովորեն։ Ալեքսը հատկապես ծրագրի անվանումն է հավանել, անկեղծանում է, եթե ոչ տեղաբնակ երիտասարդները, հապա էլ ով առավել քան լավ կպաշտպանի քո իսկ բնակավայրը, չէ որ անմիջապես թիկունքում քո տունն է, ընտանիքդ եւ դու զինվոր ես, որը կրում է հայրենիաց պաշտպանի կոչումը, ինչը պետք է պատիվ լինի յուրաքանչյուր տղայի համար։ Նայրա Համբարձումյան, Հովանես Գրիգորյան, Զինուշ։ Պաշտպան հայրենիաց ծրագիր, որը շարքային եւ սպայական կազմերին հնարավորություն է տալիս պարտադիր զինվորական ծառայության առաջին 6 ամիսը լրանալուց հետո կառավարության սահմանած կարգով պայմանագրային զինվորական ծառայության անցնել 5 տարի ժամկետով։ Պայմանագրի կնքման օրվանից սկսած բարձր եւ երաշխավորված աշխատավարձ, ատեստավորման եւ մարտական հերթապահություն իրականացնելու դեպքում նաեւ հավելավճարներ։ 5 տարի անց պայմանագրի ժամկետի ավարտին 5 միլիոն դրամ պատվովճար գումարն ազատ տնօրինելու իրավունքով։ Պաշտպան հայրենիաց, պատվաբեր կոչում եւ առաքելություն։ Զինված ուժերի հենասյունը պատրաստված գրագետ ու արհեստավարժ սպաներն են, որոնք տարիներով կուտակած իրենց մասնագիտական փորձն ու հմտություններն անմնացորդ ծառայեցնում են հայրենիքի պաշտպանության գործին։ Այդ սպաներից մեկն էլ գնդապետ Արտեմ Խաչատրյանն է։ Վաստակաշատ զինվորականը շուրջ 3 տասնամյակ ծառայում է զինված ուժերում, ղեկավարում է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայի հրետանու ֆակուլտետը։ Երկարամյա փորձ ունեցող զինվորականի հետ զրուցել է Լաուրա Մամյանը։ Բարև սպաներ, պարոն գնդապետ հրետանու ֆակուլտետի Գնդապետ Արտեմ Խաչատրյանը Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայի հրետանու ֆակուլտետի պետն է։ Նա արդեն 3 տարի է, ինչ զբաղեցնում է պատասխանատու եւ պատվաբեր այս պաշտոնը։ Ավելի քան 3 տասնամյակ էլ անմնացորդ ծառայում է Հայաստանի Հանրապետությանը, կրելով զինվորական համազգեստ եւ ներդրում ունենալով երկրի պաշտպանության գործում։ Պարոն սպաներ, առաջիկայում մենք նախապատրաստվում ենք արդեն ճամբարային հավաքների երկրին։ 1996 թվականին ծնողներիս ցանկությամբ եւ նաեւ իմ ցանկությամբ, ես էլ շատ ուզում էի դառնալ զինվորական, ընդունվել եմ այն ժամանակ բարձրագույն զինվորական բազմաբնույթ հրամանատարական ուսումնարան։ Եվ 2000 թվականին ավարտել եմ ռազմական ինստիտուտը, Վազգեն Սարգսյանի անվան արդեն։ Մանդատային հանձնաժողովի առաջարկություններով եւ իմ բարձր բալերով բարձր գնահատականներով որոշեցին, որ հրետանավոր դառնամ եւ սիրեցի ես մասնագիտությունը։ Հրետանու մասնագիտությունը դարձավ հոգեհարազատ եւ ուսումն ավարտելուց հետո գնդապետը սկսեց ծառայողական ուղին հենց հարազատ կրթօջախից, կերտելով ոչ այնքան դյուրին, բայց ձեռքբերումներով լի զինվորական կարիերա։
Հայրենիքին ծառայությունը իմ համար մեծ պատիվ է, արժանապատվություն։ Չգիտեմ, դա բառերով չեմ կարող նկարագրեմ։ Սեր հայրենիքի նկատմամբ ծառայել հայրենիքին դա ամենավեհ գաղափարն է, յուրաքանչյուր, չասենք, զինվորականի քաղաքացու համար։ Այժմ արդեն ղեկավարելով Ակադեմիայի հրետանու ֆակուլտետը գնդապետ Խաչատրյանն ամեն օր մտնում է լսարան հստակ գիտակցումով։ Նրանք են մեր երկրի ապագան, ուստի ռազմական կրթության գործում մանրուքներ չպետք է լինեն։ Եվ որպես ղեկավար եւ որպես դասախոս փորձառու հրետանավորը անում է առավելագույնը հրետանային զինատեսակներին տիրապետող լավագույն մասնագետներ պատրաստելու եւ բանակը արհեստավարժ կադրերով համալրելու համար։ Դրեցինք դիտակետը, հայտնաբերեցինք նշանակել։ Մեր առաքելության նպատակը մեկն է, որ վաղը մեր կուրսանտը լինի մեր բանակի արժանավոր սպան, արժանավոր հետնորդը մեր եւ դրա համար ֆակուլտետի ազնագազմը ջանք ու եռանք չի խնայում։ Իմ համար ամենակարևոր սկզբունքը կուրսանտներին դաստիարակել գրագետ, բանիմաց սպաներ, լինել առաջնորդ, որպեսզի կարողանան յուրաքանչյուր պահի ընդունել որոշումներ եւ կատարել իրենց տրված առաջադրանքները։ Խիստ կարևորելով ռազմական կրթության դերը երկրի զարգացման եւ զինուժի ամրապնդման գործում Արտեմ Խաչատրյանն ընդգծում է. Պարբերաբար վերանայվում են ուսումնական ծրագրերը, արդիականացվում է դասավանդման մեթոդաբանությունը, կատարելագործվում են անձնակազմի մասնագիտական գիտելիքները։ Ֆակուլտետի ուսումնական բազան հագեցած է ժամանակակից տեխնիկաներով եւ ժամանակակից հրետանային միջոցներով։ Շատ մեծ պատասխանատվություն կա ֆակուլտետի ուսերին եւ մենք հստակ ճիշտ կատարում ենք մեր պարտականությունները, կրթում ենք ապագա սերնդին։ Պարոն գնդապետ։ Ծառայությունն արդյունավետ եւ բարեխիղճ կազմակերպելու գործում բարձրաստիճան սպան առանձնահատուկ կարևորում է հենց ղեկավարի դերը։ Ուստի անձամբ է մասնակցում ուսումնական ողջ գործընթացին, հետևում կուրսանտների գործնական պարապմունքներին։ Որպես ֆակուլտետի պետ պարոն Խաչատրյանն անուն առ անուն ճանաչում է իր ենթականերին, գիտի նրանց ուզող բոլոր խնդիրները եւ մշտապես նրանց կողքին է որպես թիկունք եւ հենարան։ Շատ եմ կարևորում մեր կուրսանտերի հետ անմիջական շփումը, արդար մարդկային հարաբերությունները, որը որ ձևավորված է ֆակուլտետում։ Խնդիրների դեպքում կուրսանտերին ես վերաբերվում եմ որպես կրտսեր ընկերոջ եւ կուրսանտներն էլ ինձ որպես ավակ ընկեր իրանց։ Ծառայության ավարտից հետո գնդապետը շտապում է տուն, վայելելու հարազատների ջերմությունն ու արժևորելու իր ամենաթանկը ընտանիքը։ 29 տարվա զինվորական կենսագրություն ունեցող Արտեմ Խաչատրյանը ոչ միայն պատասխանատու սպա է, այլև վաստակաշատ հայրիկ։ 5 զավակ ունի, 1 որդի, 4 դուստր։ Հայրը իր ժառանգներով է հպարտ, զավակները հոր անչափ պատասխանատու եւ կարևոր գործով։ Գնդապետ Խաչատրյանը համոզված է, նաեւ շատ զավակներ ունենալով պետք է թիկունք դառնալ պետությանը։ Այսպիսին է Արտեմ Խաչատրյանի կյանքի տեսլականը՝ ապրել ու ծառայել հայրենիքին ու արժեքներին, համազգեստով թե առանց։ Լաուրա Մամյան, Ռազմիկ Տիգրանյան, Զինուժ։ Սպաների բնակարանային ապահովման ծրագիր 2022 թվականի հուլիսի 1-ից հետո ռազմաուսումնական հաստատություններ ընդունված, ավարտած եւ սպայական ծառայության անցած զինծառայողներին անհատույց օգտագործման իրավունքով հատկացվում են 3 սենյականոց 75-ից 80 քառակուսի մետր մակերեսով բնակարաններ Երևան քաղաքում։ 20-ամյա պայմանագրի ժամկետը լրանալու դեպքում բնակարանը զինծառայողին փոխանցվում է անհատույց սեփականության իրավունքով։ Դարձիր կադրային զինվորական, կերտելով ապահով ապագա։ Այժմ տեղափոխվենք Հանրապետության հարավ-արևելյան սահմանագոտի, որտեղ առաջնագիծն ամուր պահելու գործում հատուկ դերակատարում ունեն նաև սահմանին ապրող բնակիչները։ Տեղ համայնքի խնածախ ու խոզնավար գյուղերը շարունակում են ապրել ու արարել անմիջապես Հայաստանի Հանրապետության բանակի դիրքապահների թիկունքում։ Մեր գործընկեր Նաիրա Համբարձումյանն է ներկայացնում սահմանամերձ բնակավայրերի կյանքն ու կենցաղը։ Ռեպորտաժ Սյունիքից։ Ջամփեզրի ցուցանակներն են հուշում, շուտով խնածախում կլինենք։ Եվս մի քանի ոլորան ու մեր առջև գյուղի համայնապատկերն է, երբեմնի բնակելի եղած քարանձավներով։ Հեռվից անգամ անզեն աչքով տեսանելի են գյուղը երիզող բարձունքներին կանգնեցված սրբատաշ հսկա քարերը, որ ինչպես մեզ ուղեկցող զինվորականներն են պատմում, դեռ հնագույն ժամանակներում մելիքներից մեկի ձեռնարկն է եղել։
Խնածախը պատմական աղբյուրներում հիշատակվում է որպես Մելիքանիստ գյուղ, իշխան Մելիք Հայկազյանների նստավայր։ Գյուղի բարձունքներից մեկին էլ հայկական եռագույնն է ծածանվում, Հայաստանի Հանրապետության զինված ուժերի բանակային դիրքն է։ Արայիկ Հովակիմյանը Խնածախի ամենամեծ տնտեսություն ունեցող բնակիչներից է, հայրենի բնորանը պաշտպանելու իր առաքելությունը հենց այստեղ ապրելու, արարելու մեջ է տեսնում։ Երկար տարիներ մեղվապահությամբ է զբաղվում։ Մեղուներից առաջին հերթին համբերատարություն է սովորել, հողի աշխատանքների ակտիվ շրջանն է, անասունն էլ սարից շուտով գյուղ կդառնա։ Խելոք մարդը պիտի հայրենասեր լինի, մի հատ լավ գործ անի, որ խելոք մարդ ասես, որ չի անում ինչ ասես այդ մարդուն։ Նայ, ես լրիվ ես զրոյից եմ արել ինչ ունեմ։ Ես սիրել եմ, չէ, որ ստեղ հիմք եմ դրել, ամեն ինչ ստեղծել եմ։ Ամենօրյա բնականոն ընթացքին համահունչ օրվա երկրորդ կեսից հետո գյուղի հարցները դեպի մանկապարտեզ են շտապում։ Խնածախի մանկապարտեզի փոքրիկ սաների հետ ենք ծանոթանում։ Իրենց անթիվ անհամար երազանքների մասին են պատմում։ Մի նոր տիկնիկ, նոր մեքենա ու հեծանիվ եւ այո, խաղաղություն։ Դե եթե ասես ոչ մի բան չես զգում, դա մի քիչ անհետ կլինի, իհարկե զգում ես, բայց ամեն դեպքում մենք նեղ կանգնած զինվոր ունենք։ Եթե մենք իրանց չենք վստահում, ուրեմն եկեք մենք գնանք նեղ կանգնենք։ Հաջորդ կանգառը տեղ համայնքի խոզնավար բնակավայրում է, արդեն իրիկնացող օրվա հետ դաշտ ու այգու վար ու ցանքից ընդարմացած առօրյա հոգսերը փառք ու պատվով գլուխ բերած մարդիկ յուղամիջում անցնող օրվա նիստ ու կացն են քննարկում։ Մեկ էլ անասուն եք պահում, բաղբոստան եք վարում, երկու կով ունեք, մի 4 հատ ցուլիկներ ունեք, թե հենց։ Պիտի հայ մարդը ապրի։ Իմ ապ ու պապերս ծնվել ես տեղ են ապրել, ես տեղ եմ ապրում, ոնց։ Խոզնավարից հետո էլ հաջորդ կանգառն արդեն բանակային դիրքերում է, փորձում ենք ծանոթանալ անմիջապես սահմանագծում տիրող իրավիճակին։ Մեր զինված ուժերը զգոն է, աչալուրջ, ուշադիր, զինծառայողների բարոյական վիճակը գտնվում է կայուն բարձր մակարդակի։ Հրամանատարի տեղակալի ուղեկցությամբ անցնում ենք սահմանագծի երկայնքով, տեղում ծանոթանում հերթափոխի անձնակազմի հետ։ Բանակը ինձ տվել է մտքի հասունություն, կոփվածություն։ Արդեն տարի 3 ամիսը ծառայում եմ, մտածելակերպն է փոխվել, սկսել ենք ավելի հասուն մտածել, գիտակցել ենք իրար արդեն որտեղ ենք գտնվում, հանուն ինչ ենք ստեղ գտնվում։ Հայրենիքը մենք ենք, մեր ընտանիքներն են, պետականությունը։ Մեկը Գյումրիից, մյուսը Վանաձորից, մեկ ուրիշն էլ քաղաքամայր Երևանից են զորակոչվել զինվորական ծառայության։ Առաջին դասը, որ այստեղ հայրենիքի սահմանին են սերտել, միասնական ու ներդաշնակ գործելու գաղափարի կենսական անհրաժեշտություն ու օրվա հրամայական լինելն է։ Այստեղ խրամատում լավ գիտեն սահմանագծից այն կողմ Խնածախն է, Խոզնավարը, Տեղն ու մյուս բնակավայրերը, որ հայրենիք են ճիշտ այնպես, ինչպես Գյումրին, Վանաձորը, Երևանը, եւ որ այստեղ մի նոր տիկնիկի, նոր մեքենայի ու նոր հեծանիվի եւ այո խաղաղության մասին փոքրիկ երազողներ կան։ Մեղվի հետ ու մեղվի համբերատարությամբ ամեն փորձություն տանող, քարից հաց քամող եւ հող հայրենին անմնացորդ սիրող արդար մարդիկ, որ մեն միակ երջանկությունն իրենց հայրենի հողում ապրելն ու արարելն են համարում։ Նայրա Համբարձումյան, Հովանես Գրիգորյան, Զինուշ։ Գուրգեն ջան, բարի լույս։ Բարև Գասպարյան ջան, ոնց ես։ Ոչինչ, չեմ հարմարվում։ 2 ամսով գնում եմ գյուղ։ Մի քիչ ցրվում եմ, մինչև հասկանամ ինչ եմ անում։ Դյա, Գասպարյան ջան, այդ քեզնից չի։ Մի հատ լավ գործ գտի, փողը շատ գործնել նախկինից թեթև։ Տենց շատ լավ մի 2 առաջարկ արել են, բայց չեմ հարմարվում, 2 շաբաթից ավել չեմ դիմանում։ Քոնը բանակն է, եղբայր։ Աստված քեզ հետ։
Այսօրվա մեր դասը այնքանով է կարևոր, որ եթե տեսականը չյուրացնեք ինչպես որ հարկն է, մարտի դաշտում ունենալու եք լուրջ խնդիրներ։ Նիստի ընթացքում գործադիր օրենսդիր իշխանությունների ներկայացուցիչների մասնակցությամբ Ուշադրություն, գրոհի առաջ։ Պարոն գնդապետ, որոշել եմ թոշակի անցնել։ Գասպարյան, ես գիտեմ, մի օր հետ ես գալու։ Փոփոխություններ են կատարվել զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին ու պետական կենսաթոշակների մասին օրենքներում։ Զինված ուժեր վերադառնալու դեպքում կենսաթոշակի անցած սպաները կարող են շարունակել ծառայությունն ու պահպանել թոշակը։ Ազգային ժողովն ընդունել է օրենսդրական փաթեթը։ Օրենսդրական փաթեթի կարևորության մասին խոսել է Պաշտպանական գերատեսչության ղեկավարը։ Նախագիծը նպատակ ունի պահեստազորում գտնվող մեր որակյալ ռեսուրսը ներգրավել զինված ուժերի կարևոր ուղղություններում, պաշտպանության նախարարի հրամանով սահմանված զորամասերում։ Քոնը բանակն է, եղբայր։ Խնդրում եմ վերականգնել ինձ ծառայության։ Գումարտակ, հավսակ, գազ, ողջույն ձեզ։ Այո, իմը բանակն է։ Եթերում զինուժներ շաբաթվա առանցքային իրադարձություններով, հետևեք մեզ նաև վիրտուալ տիրույթում բանակային նորություններին ծանոթանալով առցանց։ Մեր հաջորդ հանդիպումը զինվորական կարգապահությամբ ուղիղ մեկ շաբաթ անց է նույն տեղում նույն ժամին։ Մնացեք խաղաղությամբ։